Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Սիրելիներ, հասանք մեծ պահոց շրջանի 4-րդ կիրակին, որ կոչվում է տնտեսի կիրակի։ Առակը վերցված է Ղուկասյավետարանից, որտեղ Հիսուս պատմում է, թե ինչպես մի տանուտեր, երբ իմացավ, որ իր տնտեսության նշանակված մարդը, տնտեսը խափում է, գողանում է, վատնում է, կանչեց եւ ասաց. քո տնտեսության հաշիվը տուր ինձ, որովհետեւ այլևս չես կարող տնտես լինել։ Այս մարդը մտածեց ասելով. աշխատել չեմ կարող, մուրար ամանչում եմ, ինչ անեմ, որպեսզի գործից ազատվելուց հետո կարողանամ ապրել։ Եվ գտավ հնարը, կանչեց իր տիրոջ պարտապաններին, հարցրեց. քանի պարտքորեն ես պարտք, ասաց 100, ասաց գրիր 80, քանի լիտր ձեթ ես պարտք, 200, գրի 150, եւ այսպես ասում է, իր տիրոջ պարտքերը զիջելով շահեց այն մարդկանց, որ եթե հանկարծ գործից իրեն հանեն, ինքը գործազուրկ դառնա, այդ մարդկանց սերը վայելի կամ նրանց տանը գիշերի կամ ընթրիք անի կամ նախաճաշ անի, ինչ որ իրեն պետք կլինի ամենօրյա գործի մեջ։ Եվ ասում է Տերը գովեց այս տնտեսի հնարամտությունը, որը շատ ժամանակներում պատճառ է դարձել, ասելով, որ տեսեք, Հիսուս գովում է անիրավությունը, բայց Հիսուս ոչ թե այս մարդու անիրավությունն է գովում, այլ հնարամտությունը կամ ճարպկությունը, որովհետև գիտեր, որ իր ժամանակը շատ կարճ է, ինքը ժամանակ չունի, այդ քիչ ժամանակն օգտագործեց իր հետագա բարվոք կյանքը ապահովելու համար։ Ավետարանը չի ասում ինչ եղավ հետո, գործից հանեց, թողեց, ինչ եղավ, բայց մենք շարունակությունը տեսանք այսօրվա երկրորդ առակի մեջ, աղքատ Ղազարոսի առակի մեջ, երբ ասում մի քաղաքում մի մեծահարուստ մարդ կար, որ ամեն օր ծիրանի էր հագնում, գեղեցիկ փառավոր շորեր էր հագնում, ամեն օր ընթրիքներ էր կազմակերպում, ուտում էին, խմում էին, եւ այդ քաղաքում կար աղքատ մի Ղազարոս, որ գալիս էր, սրա սեղանի թափված փրշուրներն էր ուտում եւ սրա վերքերը լիզում էին շները։ Երկուսն էլ ասում են մահացան, մեծահարուստին թաղեցին, իսկ Ղազարոսին հրեշտակները տարան Աբրահամի գրկում։ Եվ ասում է դժոխքի մեջ արվելուց տեսավ Ղազարոսին, որ հանգստանում է, խնդրեց ասելով, որ հայր Աբրահամ, եթե կարելի է մի կաթիլ ջուր, եւ Աբրահամն ասում է, որ մեր մեջ անդունդ կա, ոչ ես կարող եմ գալ այդտեղ, ոչ դու կարող ես գալ այստեղ։ Եվ խնդրում է, ասում է տանը ես էլի 5 եղբայրներ ունեմ, եթե կարելի է Ղազարոսին ուղարկես գնա իմ եղբայրներին ասի, որ այստեղ պատիժ կա, տանջանք կա, որ հանկարծ իրենք էլ ինպես չգան ու հայտնվեն այստեղ։ Եվ հայր Աբրահամն ասում է, եթե նրանք Մովսես ունեն, օրենքներ ունեն, մարգարեներ ունեն, դարձի չեն եկել կամ մեր այսօրվա խոսքի մեջ մենք Հիսուս ունենք, ավետարան ունենք, չենք զղջացել, եթե մեկն էլ գերեզմաններից ելնի գնա, ասի որ այնտեղ կյանք կա, մեկ է, որևէ մեկը չի հավատալու։ Ուրեմն ինչի մասն էր այսօր այս ամբողջ խորհուրդը, սիրելիներ։ Մենք իբրև մարդիկ, մեզ թվում է, թե մենք մեր կյանքի տերն ենք։ Մենք ինչ ենք ասում. իմ տունը, իմ ընտանիքը, իմ աշխատանքը, իմ փողը, իմ կյանքը, ես ինչպես կուզեմ, այնպես կվարվեմ։ Բայց հանկարծ որ Տերը կանչում է, ասում է քո տնտեսության հաշիվը տուր, հասկանում ես, որ դու չես քո կյանքի տերը, դու պարզապես տնտես ես այդտեղ կոչված, դու այդ տան սպասավորն ու ծառան ես, որովհետև Աստված մեզ ինչ է տվել. կյանք, առողջություն, ընտանիք եւ ամենակարևորը ժամանակ, որ Աստծուն է պատկանում եւ այդ ժամանակը պատտվում է եւ դու սրա համար պիտի պատասխանատվություն տաս։ Ուրեմն տնտեսը մարդն է, որ այս աշխարհի մեջ ապրում է եւ ինչի հաշիվը որ պահանջում է տանուտեր, այսինքն Աստված, մեր կյանքի հաշվետվությունն է պահանջում։ Քեզ այս ժամանակը, որ մեր ծնունդից մինչև մեր ֆիզիկական մահվան այս ընկած այս ժամանակը, որ մենք կյանք ենք կոչում, ինչ ենք արել։ Մենք արդյոք գանձեր դիզել ենք երկնքում, որտեղ գողերը չեն գողանա, ցեցը ժանգը չեն ուտի, թե մենք ամեն բան արել ենք այսօրվա կյանքի մեջ։ Մենք ինչ ենք անում այսօր։ Մեր ամենօրյա նպատակը ո՞րն է։ Արթնանում ենք, մտածում ենք ոնց մեր հանապազօրյա հացը ապահովենք, աշխատանք ունենանք, տուն ունենանք, մեր բանկային հաշվի վրա մի քիչ փող ունենանք ապագայի համար։ Բայց ապագայի համար մեր բանկային հաշիվը չի օգնելու մեզ։ Մեր կուտակած ոչ մի բան չի անելու մեզ համար։ Մեր տունը, մեր կայքը, ինչ որ կստեղծենք այս աշխարհի մեջ, մեր զավակները մեզ հետ չեն գալու, երբ որ Տերը կանչի մեզ հաշվետվության։
Որովհետև Տերը պիտի ասի ժամանակդ ինչպես ես օգտագործել։ Եվ ինչ արեց այս անիրավ տնտես, այդ կարճ ժամանակը, որ 3 օրից պիտի իր հաշիվները փակեր ու գործից ազատվեր, վերջին պահին գտավ հնարը ապրելու համար։ Դրա համար ասում է այս աշխարհի որդիներ, այսինքն մեղավոր մարդիկ, անհավատ մարդիկ երբեմն ավելի խելացի իմաստուն են, քան մենք լույսի որդիներս։ Եվ դրա համար ասում է ձեզ համար մամոնայից, այսինքն փողից բարեկամներ ստեղծեք, բարեկամներ կերտեք։ Այսինքն քո տրված ժամանակը օգտագործիր ողորմություն անելու, աղքատին օգնելու, հիվանդին այցելելու, կարիքավորին լինելու, հիվանդ մարդու վերքին դարման լինելու, եւ դրա համար դու ապահովություն կունենաս, երբ որ դու մահանաս, ոչ թե ամանչես, ասես աշխատել չեմ կարող, այլ հակառակը, գիտես, որ քեզ սպասում են երկնքում։ Ինչու է ասում տնտեսը չեմ կարող աշխատել եւ ոչ էլ կարող եմ մուրալ ամանչում եմ, այսինքն մահից հետո դու չես կարող ապաշխարել, մահից հետո դու չես կարող փրկության համար գործեր կատարել եւ մուրալ իրավունք չես ունեն, որտեղ Աստված այլևս պիտի զրկի քեզ այդ ողորմությունից։ Դրա համար այդ քո տրված կյանքը պիտի օգտագործես, որպեսզի հավիտենական կյանքը կարողանաս ժառանգել։ Եվ օրինակը աղքատ Ղազարոսի առակի մեջ է, տեսեք, ասում է մի մեծահարուստ էր ապրում քաղաքում եւ մեկ աղքատ մարդ, ուրի անունը Ղազարոս էր։ Տերը չի հիշում հարուստի անունը։ Դիտավորյալ Հիսուս չի ասում այստեղ ինչ էր այդ հարուստի անունը, ցույց տալու համար, որ ամբարտավան, մեղավոր մարդը Աստծո համար հիշելի չէ։ Եվ ասում եմ անբավարտանի անունը իմ շուրթերին չպիտի հնչի։ Այն մարդ, ով Աստծուն չի ճանաչում, մեղքի կյանք է ապրում, նրա չի կարող Աստծո կողմից հիշված լինել։ Բայց Ղազարոսը, որ աղքատ էր, ոչինչ չուներ, միայն սրա նրա սեղանից թափած փրշակներն էր ուտում, Աստված նրա անունը հիշում է, որովհետև այս մարդը իր աղքատության մեջ հավատարիմ էր Տիրոջը։ Որն էր երկրորդ մեղքը այս մարդու։ Փառավոր հագնվում էր, երբ որ ասում ենք ծիրանի էր հագած, այս զգեստները վայել էր հարուստն արթնած կամ թագավորներին։ Հիմնականում այն ժամանակ թագավորներն այդպես փառավոր հագնում։ Ցույց տալու համար, որ մենք էլ այսօր ձգտում ենք ամենալավ հագուստը կրել մեր վրա, ամենաթանկ զգեստը, նույնիսկ հարսանյաց պատրաստվելու համար հարսները գնում են հարյուրավոր խանութներ են փնտրում, ամենաթանկը գտնեն, որ ցույց տան մարդկանց, որ մենք ամենաթանկ զգեստն ենք այսօր հագել կամ առաջինը մենք ենք հագել այս շորը, բայց ներսում կարող ես փթած լինել, ինչպես որ այս մեծահարուստն էր փթած։ Արտաքինից շատ գեղեցիկ էր, փառավոր էր, եկավ, բոլորը տեսնում են, բայց իր ներսում դատարկություն էր, Աստված չկար այնտեղ, դատարկ էր։ Այնպես էլ մենք այդ փուչ արտաքին գեղեցկությամբ մենք այսօր էլ զարդարվում ենք, մարդկանց ուզում ենք ճնշենք նույնիսկ մեր հագած շորով, նվաստացնենք, բայց մեր ներսում ոչինչ չկա, ամեն բան փտած է, նեխած է։ Այդ արտաքին գեղեցկությունից չի գալիս նաև քո սերը, քո ջերմությունը, քո հոգատարությունը դիմացի մարդուն։ Թեև այս մարդն էլ հագու կապ ուներ գեղեցիկ, բայց անգութ էր, ողորմած չէր, որովհետև Ղազարոս իր սեղանի թափված փշուրներն էր ուտում։ Եվ ինչու է շներին օրինակ բերում, որ շները լիզում են նրա վերքերը, ցույց տալ համար, որ անհավատ մարդը, անպատկար մարդը շներին հավասար է։ Շան պես այդ մարդը ապրում այս աշխարհի մեջ։ Երկուսն էլ մեռան, ասում է։ Ղազարոսին տարան հրեշտակները երկինք, իսկ մեծահարուստին թաղեցին հողի մեջ։ Տեսեք ինչքան կարևոր համեմատություն է այստեղ։ Անհիշաչար, անհիշատակ այս մարդուն տարան թաղեցին Աստծո համար մոռացված, բայց Ղազարոսին հրեշտակները տարան հայր Աբրահամի գիրկը, որտեղ պիտի հավիտենական կյանքը վայելել։ Եվ այս մարդուն հետո ցույց է տալիս, որ դժոխքում էր, ինչպես որ տնտես, երբ որ գործից հանվեր, պիտի դժոխք գնար, այսինքն մեր կյանքը երբ որ ավարտվում է, մենք չենք ապրել աստվածահաճո կյանքով, մեր ժամանակը չենք օգտագործել մեր հոգու փրկության համար, աղքատին օգնելու համար, հիվանդին այցելելու համար, կարիքավորին մի բաժակ ջուր տալու համար, մեր վախճանը պիտի լինի այնտեղ։ Եվ երբ որ տանջվում էր, ասում է, գլուխը բարձրացեց ու տեսավ Ղազարոսին, որ վայելում է եւ ջուր խնդրեց, բայց ասում է անդուն կա մեր մեջ։ Հայր Աբրահամն ասում է չենք կարող այս կողմից այն կողմ անցնել, ցույց տալու համար, որ եթե չվայելեցիր Աստծո սեր այս աշխարհի մեջ, չհոգացիր քո փրկության մասին, չգնացիր հավիտենական կյանքը փնտրելու ճանապարհին, դժոխքում պիտի այրվես։ Եվ տեսեք, խնդրում է, որ տանը եղբայրներ ունեմ,
Գոնե նրանց համար Ղազարոսին ուղարկիր։ Մենք շատ հաճախ ամեն օր հրաշքներ ենք սպասում, սիրելիներ, որ հրաշք լինի հավատանք։ Ինձ ամեն օր այդպիսի մարդիկ հանդիպում են, ասելով որ թող Աստված հենց հիմա հրաշք ցույց տա, կհավատամ։ Ուրեմն հրաշքը հավատքից է ծնվում, ոչ թե հավատն է հրաշքից ծնվում։ Պիտի հավատաս, որ հրաշքներ լինեն։ Երբ որ մեր ընտանիքների մեջ հրաշքներ չեն լինում, պատճառը նաև որ մեր ընտանիքի մեջ կա անհավատ մարդ։ Եթե տան մեջ կա անհավատ ու աստվածամերժ մարդ, այդ կյանքի մեջ նաև այդ ընտանիքի մեջ օրհնություն էլ չի լինում։ Դրա համար ասում է քո եղբայրները օրենք ունեն, մարգարեներ ունեն, եթե մինչև այսօր չեն հավատացել, մեկն էլ որ գերեզմաններից գնա, ասի որ այնտեղ կյանք կա, հանկարծ սխալ չապրեք, որ գաք այս վիճակին հայտնվեք, նորից չեն հավատալու։ Մեզ համար Հիսուս եկավ գերեզմաններից, դուրս եկավ, հարություն առավ։ Մենք գնում ենք դեպի այդ հարություն, սիրելիներ, բայց մարդիկ էլի չհավատացին։ Հիսուս 40 օրեր հարությունից հետո շրջեց մարդկանց մեջ։ Մարդիկ տեսան, բայց նորից չհավատացին։ Եվ մենք շարունակում ենք այսպես, որովհետև այդ հարցը ամեն օր է մեզ տանջում, արդյոք կյանք կա թե չկա մահից հետո։ Հիսուս ցույց տվեց, որ այսօր կյանք կա, եւ այդ կյանքի համար դու գին ունես վճարելու, անհոգ ապրելով, անտարբեր ապրելով, առանց հոգուտ մասին մտածելով, դու չես կարող այդ կյանքը ժառանգել։ Մենք որ մի տան մեջ ապրում ենք, մենք ամեն օր մտածում ենք այս տան մեջ, ինչ է փոխենք, որ մեր աչքերը հոգնել են այս պատի գույնը տեսնել, այս կահույքը, այս բազմոցը, մեր անկողնու ծածկոցը փոխենք շաբաթը 1, տարին 1, չգիտեմ քանի անգամ ենք։ Մենք ամեն օր սրա մասին ենք մտածում, ինչ շոր ուտենք, ինչ հագնենք, բայց երբ որ գալիս է քո հոգու մասին այդ նույնը մտածելու, մենք ասում ենք ժամանակ չունենք, զբաղված ենք։ Այս տնտեսն էլ առակի մեջ այսպես վատնում էր իր տիրոջ ունեցածը, ինչքան ուզում էր, որտեղ ուզում էր, ինչ ուզում էր, 100 ռուբլի էր աշխատում, գրում էր 50, ինչպես մենք ենք անում մեր կյանքի մեջ, դե մեզ խաբելով եւ Աստծուն խաբելով։ Բայց հանկարծ հասա բողոքա տիրոջը, եկավ ասեց հաշիվը տուր, տնտեսության այդ հաշիվը տուր։ Եվ սա ասում է աշխատել չեմ կարող, մուրարը ամաչում եմ։ Մենք այսօր այսպիսի մարդիկ ունենք մեր կյանքում, բազում, որ ասում ես գնա աշխատի, ասում է այդ ինչ գործ է, որ ես գնամ աշխատեմ, բայց հարևանից ծխախոտ է խնդրում, հարևանի կնոջից 2 գդալ սուրճ է խնդրում, մի կտոր հաց է խնդրում, չի ամաչում սրա համար, բայց իր քրտինքով աշխատելու համար ամաչում է։ Նույնն էլ հոգևոր կյանքն է, սիրելիներ։ Ինչքան ես կարող եմ որևէ մեկի համար աղոթել, ձեր հարազատները, բարեկամները ձեզ համար աղոթեն, մեր աղոթները ձեզ չեն փրկելու։ Մեր աղոթները կարող են ձեզ ընդամենը պահել, պահպանել այս աշխարհի մեջ, ժամանակ երկարացնել, ժամանակը ձգել, որպեսզի դուք դարձ ունենաք, բայց փրկվելու համար դուք անհատապես պիտի աղոթեք, դուք ինքներդ պիտի ճանաչեք Քրիստոսին։ Եվ քանի որ այս տնտեսն էլ չէր գնահատել իր կյանքը, անակնկալ Տերն եկավ ասեց ժամանակը ավարտված է, հաշիվը տուր։ Եվ բայց այդ 2 օր ինքը օգտագործեց, որ ապահովի իր փրկությունը։ Մենք հիվանդանում ենք, խոստանում ենք, որ այլևս չենք անի, եթե Տերը մեզ առողջություն պարգևի։ Խմած մեքենա ենք վարում, ավտովթար ենք ունենում, ասում ենք Տեր փրկիր, հաջորդ անգամ չեմ անի, 1 շաբաթ նորից խմած նստում ենք մեքենայի ղեկին։ Մեր երեխային հայոյանք ենք սովորեցնում, հիվանդանում են, հասկանում ենք, ասում ենք Տեր փրկիր, այլևս չենք անի, 20 օր հետո նորից նույնն ենք անում։ Եվ այսպես շարունակ ամեն օր նույն բանը խոստանում ենք ու մերժում ենք, խոստանում ենք ու մերժում ենք, մինչև որ մահը գալիս է, արդեն խառնվում ենք իրար։ Ինչ պիտի անենք, ո՞նց պիտի անենք։ Եվ տեսեք, ասում է, այլևս չես կարող, ժամանակ չունես։ Դրա համար ասում է, չես կարող նաև այսօրվա խոսքը 2 տերերի ծառայել, փողին եւ Աստծուն։ Անհնար է։ Եթե մեկը փողը շատ սիրում, ինքը չի կարող Աստծուն սիրել։ Եթե մեկը փողը սիրում, ինքը իր ընտանիքը չի կարող գնահատել։ Եթե մեկը փող է սիրում, ինքը չի կարող մաքուր անարատ սեր ունել այս կյանքի մեջ եւ վերջապես հասնել Աստված ճանաչողության։ Կամ Աստծուն պիտի սիրես, կամ փողը։ Ընտրությունը այս քոնն է։ Տեր այդպես է ասում, քո առջև 2 ճանապարհ եմ դնում՝ կյանքի որդնության ճանապարհը եւ մահվան ու անեծքի ճանապարհը։ Ասում է, բայց լավ կլինի, որ դու ընտրես կյանքի որդնության ճանապարհը։ Քեզ հուշում է, որը ընտրես այս աշխարհի մեջ։ Բայց մենք շարունակում ենք 2 ոտքով կաղալ, ոչ միտեղ չհասնել այս կյանքի մեջ։ Դրա համար, երբ որ ժամանակը գա, սիրելիներ, մենք պիտի սարսափենք։
Հիմա է մեր փրկության ժամանակը։ Մեր կյանքը, մեր ժամանակը, մեր ողորմությունը, մեր ընտանիքը, մեր առաքինությունը, ամեն բան դնել Տիրոջ ձեռքերի մեջ, որպեսզի Տերը առաջնորդի դեպի փրկության։ Որպեսզի երբ որ կանչի հաշվետվության, մենք ոչ թե վախենանք, ընկնենք, մուրանք, մարդկանց խնդրենք, մեզ օգնեք, այլ հակառակը Տերը գա մեր հաշվետվությունը պահանջելու, մենք էլ մաքուր խղճով հանենք ու տանք, ասենք Տեր, ինչպես պատարագի ժաման ենք ասում, քոնը քեզ ենք վերադարձնում։ Այսինքն մեր կյանքը, որ քեզ էր պատկանում, մեզ էր տվել օգտագործելու համար, մաքրությամբ, ապահով, առանց վնասվելու վերադարձնում ենք քեզ եւ թույլ տուր քո ուրախության մեջ ապրենք եւ արարենք այս աշխարհի մեջ։ Թող Տեր օրհնի բոլորի սիրելիներ, իր խաղաղության մեջ պահի, որպեսզի մենք ոչ թե անիրավ տնտեսներ լինենք, վատնողներ ու մսխողներ լինենք այս կյանքի մեջ, այլ հակառակ այնպիսի տնտես լինենք, որ Տիրոջ գովքին կարաժանակ ասի բարի եւ հավատարիմ ծառա, քեզ նշանակում եմ 10 քաղաքների վրա, այսինքն քեզ ավելին եմ տալիս այս աշխարհի մեջ։ Եթե դու փոքրի մեջ հավատարիմ ես մնացել, քեզ ավելի մեծ բաներ պիտի վստահեմ։ Եթե այս կյանքի մեջ դու մաքուր ես մնացել, քեզ երկինքը պիտի վստահեմ։ Եթե այս կյանքի մեջ մարդկանց սիրել ես, իմ սերը քեզ բաժին պիտի հանեմ։ Եթե այս մարդկանց մեջ ողորմություն ես տվել, իմ ողորմություն ես դու այսօր գտնում այդ հավիտենական կյանքը ժառանգելու եւ ապրելու համար։ Թող Տիրոջ սերը, շնորհը, խաղաղությունը ամենքի հետ լինի, այժմ եւ հավիտյանս, հավիտենից ամեն։